Լարված մրցապայքար։ Իրար չզիջող մարզիկներ ու գերլարված հանդիսատես։ Երևանի Տաշիր արենայում պատմության մեջ առաջին անգամ անցկացվեց Armat Fight Show մրցաշարը։ Ապրիլի 19-ին MMA Հայաստանի Grand-Prix ընտրական փուլը եւ Armat Fight Show միջազգային պրոֆեսիոնալ մրցաշարը համախմբել էին ոչ միայն հայ, այլ նաեւ օտարերկրյա մարզիկների։ Ի վերջո, լարված մարտերը տվեցին մի մասի համար սպասված, մի մասի համար էլ տխուր արդյունքները։ Թեժ մթնոլորտում անցկացվող մարտերին հետևելու էին եկել ինչպես սպորտասերներ տարբեր տարիքային խմբերից, նաև հայտնի մարզիկներ, որոնք բազմաթիվ անգամներ բարձր են պահել Հայաստանի դրոշը տարբեր երկրներում։ Եվրոպայի չեմպիոն MMA մարզիկ Դավիթ Խաչատրյանի խոսքով այսպիսի մրցաշարերը նպաստում են ապագա մարզիկների զարգացմանն ու փորձի ձեռք բերելուն։ Այսօրվա տուրնիրը ամեն տուրնիրից տարբերվում է նրանով, որ այսօր լուբիցելերը խեղտեղեք կան, որը պրոֆեսիոնալ չեն կպել, դրանց լուբիցել մրցումի ֆինալը արդեն պրոֆեսիոնալ ռինգում են անցկացնել պրոֆեսիոնալների հետ։ Armat Fight Show կազմակերպության ղեկավար Արմեն Ղուլյանի խոսքով էլ նման օրինակ մրցաշարերը նպատակ ունեն ոչ միայն բարելավելու ներկայիս մարզիկների սպորտային կարգավիճակը, այլ նաև որպես շարժառիթ հանդիսանալ ապագա սերունդների համար։ Ի դեպ, Ղուլյանը այս մարտերը համարել է լավագույնը։ Հարցին թե կարող է արդյոք առանձնացնել որևէ մարզիկի, որը իր համար նախընտրելի է, կազմակերպության ղեկավարը պատասխանեց. Մենք 3 կազմակերպեցինք Grand Prix, այո, եւ այսօր այստեղ մենամարտում են բարձր որակավորված տղաները։ Չգիտեմ դա ամբողջությամբ մեր վաստակն է թե ոչ, բայց բոլոր քաշային կարգերը բացի գերծանր քաշայինից մենամարտել են առյուծի սիրտ ակումբի ներկայացուցիչների դեմ եւ իհարկե ինձ համար որպես գլխավոր մարզչի դա սրտին խրված դանակի պես էր։ Ես կարեկցում էի յուրաքանչյուր տղայի։ Ես ուրախ էի կարծես մեր մարտիկի հաղթանակի համար եւ վշտացած մյուսի պարտությունից եւ հավատացեք ինձ որպես մեկը ով ուզում էր խորհուրդ տալ, բայց չէր կարող, որովհետեւ ես որպես լիգայի ղեկավար դրա իրավունքը չունեմ։ Դա ինձ համար մեծ մարտահրավեր էր, բայց միևնույն ժամանակ այսօրվա մենամարտերում կային մի քանի անակնկալներ հետաքրքիր ավարտներով եւ ես տեսնում եմ մի քանի հերոսների, որոնց մենք ի վերջո կհասցնենք UFC-ի հետ պայմանագիր կնքելուն։ Արմեն Ղուլյանի խոսքով ներկայիս մարզիկները բավականին լավ մարզավիճակում են եւ վարում են փայլուն մարտեր, բայց ապագա մարզիկները 12-ից 15 տարեկան եւ այլ տարիքային խմբերի, ովքեր հետևում էին օկտագոնին տրիբունայից, գալու են գերազանցելու իրենց իսկ սիրելի կերպարին։ Այս տղաները իհարկե լավն են, բայց մոտ ապագայում 18 տարեկանից փոքրերը մեր երիտասարդները 13, 14 եւ 10 տարեկան մեր գլխավոր խաղադրույքն ու հույսն են։ Նրանք Հայաստանը կդարձնեն քաղաքի գլխավոր թեման։ Եթե հիմա ասում են Դաղստանը չեմպիոնների երկիր է, ապա մի քանի տարի հետո ասելու են չեմպիոնների երկիրը Հայաստանն է։ То через год-два будут говорить, Армения является кузницей чемпионов. Թեև մեկը մյուսին հաջորդող մարտերը հետաքրքիր ու սպասված էին, այնուամենայնիվ երեկոյի ամենասպասված մարտն էր Միրան Հարությունյան եւ Մոգամեդ Ռասուլ Հասանով զույգը։ Սեփական հարկի տակ ու երկրպագուների բուռն աջակցության ներքո Հարությունյանը գերազանց մենամարտ անցկացրեց, երկրորդ ռաունդում տեխնիկական նոկաուտով ժամանակից շուտ պարտության մատնելով մրցակցին։ Երկրորդ ռաունդում 1 րոպե 11 վայրկյան ժամանակ հատվածում տեխնիկական նոկաուտով հաղթանակ տոնեց Միրան